Եկեք լինենք անկեղծ ժողովուրդ ջան, Ռուսաստանը ամբողջությամբ ֆիքսվել է Թրամփի ուղու վրա։ Ես հիմա ինչ կասեմ ժողովուրդ ջան, սա լրիվ իմ կարծիքն է ու ինձ թվում է շատերդ ինձ հետ կհամաձայնվեք։ Հիմա հասկանանք մի բան ժողովուրդ ջան, Թրամփի ուղին դա բիզնես նախագիծ է նախ եւ առաջ։ Երկրորդը, Թրամփի ուղու շնորհիվ հիմք է դրվում հայ-ադրբեջանական խաղաղության ու արդեն իսկ սկսել է այդ խաղաղությունը։ Ամբողջ ասիական շուկան է բացվում Հայաստանի համար։ Ասիական շուկայի համար էլ Հայաստանն է բացվում։ Ու պարոն Սիմոնյանը հայտարարեց, ասում է Թրամփի ուղով ալյուր, չգիտեմ ինչ-որ մթերքներ հո չի գալիս, չէ։ Ու այո, ժողովուրդ ջան, չի գալիս, բայց ասում է այդ գործընկերները գան, նստեն, քննարկեն, առաջարկներ անեն, կդիտարկվի այդ առաջարկները։ Իսկ Ռուսաստանի համար հիմա ֆիքսված այն բան, որ վերջ Հայաստան Թրամփի ուղին բացում է, այլևս Հայաստանը Ռուսաստանի հետ չի համագործակցում եւ այլն եւ այլն։ Ոչ ժողովուրդ ջան, Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցելու է ու եթե Ռուսաստանը գա մի օր ասի իր առաջարկները քաշի, այսպես ասած, ասի այս բաները սենց, այնպես, չգիտեմ, ու մեզ դուր չգա կամ նահանգների դուր չգա այդ պայմանները, այո, կարող է Հայաստանը չհամագործակցի Ռուսաստանի հետ ու հավատացեք, մենք դրանից չենք տուժում։ Մարդիկ էլ կան, որ ասում են այս ամենի պատճառով Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի հետ էլ չի շարունակի հարաբերություններ ժողովուրդ ջան։ Այսօրվա դրությամբ նույն Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձում է ինչ-որ ճանապարհներ գտնի, որպեսզի Միացյալ Նահանգների հետ պայմանավորվեն ինչ-որ հարցերի շուրջ, որ որևէ կոնֆլիկտ չսկսի։ Եկեք ֆիքսենք մեկ բան. Միացյալ Նահանգները աշխարհի ամենահզոր պետությունն է ու նրանց հետ ոչ ոք կատակ չի անում, որովհետև նրանք կարող են ընդամենը մի քանի ժամվա ընթացքում յուրաքանչյուր պետություն գրավել, իրենց ուզածը անել ու դուրս գալ այդ պետությունից։ Այդ դրա համար էլ նահանգների հետ բոլորը հաշվի են նստում։ Իսկ առևտուրը լինելու է բաց ժողովուրդ ջան, որ պետությունը կցանկանա մեր հետ համագործակցել, նրանք մեզ հետ առևտուր կանեն։ Ու սահմանը ամբողջությամբ է առևտրային լինում բաց ու թափանցիկ լինենք անկեղծ։ Ու օրենքի սահմանում յուրաքանչյուր ապրանք հնարավոր է ձեռք բերել, արտահանել ու ամեն բան լավ կլինի։ Օրը կգա բարին հետը, ապա շրջափակումը կլինի, իհարկե մինչ այդ էլ բավականին լիքը գործընթացներ կկատարվեն, վերջնական արդյունքը լինելու է տնտեսական հզորացումը Հայաստանի։ Իսկ Թրամփի ուղին որևէ քաղաքական միտում չունի, դա բիզնես նախագիծ է։ Այսքանը ժողովուրդ ջան, կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցենք մենք եւ Նիկոլ Վարչապետ։